Փոքրիկ հրաշք մեծ աղետի ժամանակ Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Լոնդոն մեկնել պատրաստվող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը։ Հնդկաստանի ոստիկանությունը նախ հաստատել էր, որ կործանված օդանավում գտնվող բոլոր 242 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, մինչդեռ ուղևորներից մեկը հրաշքով փրկվել է։ Անգամ ճեպազրույց ունեցել լրագրողների հետ։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաստատել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո, մինչև այդ օդաչուները հասցրել են տագնապի ազդանշան ուղարկել դիսպետչերական ծառայությանը։ Ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասում, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Օդանավում կային Հնդկաստանի 169 քաղաքացի, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի և 1 կանադացի, այդ թվում 11 երեխա։ Փրկվածը բրիտանահպատակ Ռամեշ Վիշվաշ Կումարն է։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Ահմադաբադի ողբերգությունը ցնցել և խորապես վշտացրել է իրեն։ Ես կապի մեջ եմ նախարարների և իշխանությունների հետ, որոնք աշխատում են տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, ասել է կառավարության ղեկավարը։ Air India-ն հետաքննում է դեպքի հանգամանքները, ավիաաղետի պատճառները պարզելու համար։ Վերջին պահի տվյալով ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ։